Ամեն առավոտ մի բուռ դեղ եք խմում, բայց ցավերն ու հոգնածությունը միևնույնն է չեն անցնում։ Պատկերացրեք, որ ձեր առողջության բանալին ոչ թե դեղատանն է, այլ թաքնված է մի պարզ սովորության մեջ, որը մեր պապերն իմացել են, իսկ ժամանակակից բժշկությունը միտումնավոր լռում է դրա մասին։ Գիտնականները վերջերս ապացուցել են, որ այս մոռացված գիտելիքը կարող է շրջել ծերացման կենսաբանական ժամանացույցը, բայց այս բացահայտումը միլիարդների վնաս է հասցնում դեղագործական հսկաներին, եւ նրանք ամեն ինչ անում են, որ այս տեղեկությունը ձեզ չհասնի։ Ես ցույց կտամ, թե ինչպես առաջիկա 3 ամսվա ընթացքում վերադարձնել 15 տարվա ակտիվ կյանք, առանց գնելու եւ ոչ մի նոր թանկարժեք դեղամիջոց։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն մեկ ամենօրյա սխալը, որը թույլ են տալիս թոշակառուների 99%-ը եւ որը բառացիորեն ոչնչացնում է նրանց հոդերն ու անոթները, անկախ նրանից, թե ինչ են նրանք ուտում։ Ճշմարտությունը, որը ձեզանից թաքցրել են տասնամյակներ շարունակ, կբացահայտվի հենց հիմա։ Բաժանորդագրվեք ալիքին եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Սարգիսը փակեց աչքերը։ Նրա դեղերով լի սեղանիկը լուծվեց մթության մեջ։ Նա նորից 7 տարեկան էր։ Արցախի լեռներն էին։ Արշալույսի մշուշը դեռ չէր բարձրացել ձորերից։ Նրա մեծ տատը, Շուշանը, արթնացրել էր իրեն։ Ձեռքերը կոշտացած էին հողից ու կյանքից, բայց նրա հպումը փափուկ էր։ Ինչպես է դա հնարավոր։ Դուք հիշով եք ձեր տատիկի ձեռքերը, այդ ձեռքերում դարերի իմաստություն կար։ Շուշան տատը զամբյուղը ձեռքին քայլում էր առաջ։ Նա չէր խոսում, նա լսում էր լեռներին։ Նա գիտեր, թե որ խոտը երբ պետք է հավաքել։ Ուրցը պետք է քաղես, երբ ցողը դեռ վրան է, բալաջան, շշնջում էր նա։ Նրա ուժն այդ ժամանակ ամենաշատն է։ Օդը լցված էր նանայի ու ուրցի բույրով։ Այդ բույրը մաքրում էր ոչ միայն թոքերը, այլև հոգին։ Իսկ դուք վաղուց եք զգացել վայրի խոտաբույսերի իսկական բույրը։ Եթե դուք չվերադարձնեք այս զգացողությունները, ձեր մարմինը կշարունակի թունավորվել քաղաքի քիմիայով։ Ձեր էներգիան կհոսի օրեցօր, մինչև ոչինչ չմնա։ Երեկոյան ճռճռացող բուխարու մոտ նա թուրմ էր պատրաստում։ Ջուրը լցնում էր կավե ամանի մեջ։ Խոտաբույսերը ավելացնելիս շուրթերը շարժվում էին։ Նա հին աղոթք էր կարդում։ Դա ոչ թե կախարդանք էր, այլ հավատ։ Հավատ բնության ուժի հանդեպ։ Նա ասում էր. այս թուրմը կմաքրի արյունդ, կուժեղացնի սիրտդ։ Եվ նրա խոսքերը օրենք էին։ Այդ տանը դեռատուփեր չկային։ Կար միայն չորացրած խոտաբույսերի կապոցներով լի սնդուկ։ Պատկերացնում եք մի կյանք առանց դեղերի անվերջ կախվածության։ Պատկերացրեք արթնանալ առանց գլխացավի եւ իմանալ, որ ձեր օրգանիզմն ինքն է իրեն բուժում։ Այս զգացումը դուք կարող եք վերադարձնել։ Սարգիսը բացեց աչքերը։ Արցախի լեռները անհետացան։ Նրա առաջ նորից իրականություններ։ Պլաստիկե շշով դեղահաբեր։ Ատորվաստատին, խոլեստերինի դեմ, լոզարտան, ճնշման դեմ։ Յուրաքանչյուրը հազարավոր դրամներ արժե։ Իսկ թղթի վրա մանր տարերով գրված են կողմնակի ազդեցությունները։ Գլխապտույտ, սրտխառնոց, լյարդի վնասում։ Ինչպես հասանք այս կետին։ Ինչպես փոխարինեցինք Շուշան տատի իմաստությունը քիմիական բանաձևերով։ Ինչո՞։ Որովհետև դեղը պարզապես թաքցնում է ախտանիշը, այն չի բուժում պատճառը։ Ճնշման դեղը արհեստականորեն լայնացնում է ձեր անոթները, բայց այն չի մաքրում դրանք խոլեստերինից։ Դուք դառնում եք հավերժական հաճախորդ։ Եթե դուք շարունակեք այս ճանապարհով, ձեր օրգանիզմը կմոռանա, թե ինչպես ինքնուրույն աշխատել։ Դուք ամբողջովին կախված կլինեք դեղերից, որոնք դանդաղ սպանում են ձեզ։ Բայց գիտեք ամենացնցողը որն է։ Այսօր տիեզերական տեխնոլոգիաների դարում լավագույն բժիշկները փակ դռների հետևում սկսել են ուսումնասիրել մեր տատիկների բաղադրատոմսերը։ Նրանք գաղտնի են անում դա, որովհետև դա շահավետ չէ։ Շահավետ չէ, որ դուք առողջ լինեք։ Նրանք վերցնում են ուրցը, լաբորատորիայում առանձնացնում են նրա ակտիվ նյութը, թիմոլը, եւ դրանից սինթետիկ դեղ են ստեղծում, որը վաճառում են 100 անգամ ավելի թանկ։ Իսկ ինչու օգտագործել սինթետիկ տարբերակը, եթե կարելի է օգտագործել բնականը։ Պատասխանը պարզ է. փող։ Ժամանակակից գիտությունն այսօր շոկի մեջ է։ Հարվարդի համալսարանի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ Շուշան տատի թեյի բաղադրիչները ավելի արդյունավետ են մաքրում անոթները, քան ամենաթանկարժեք ստատինները։ Եվ դրանք չունեն կողմնակի ազդեցություններ։ Հազարամյակների իմաստությունը հաղթում է ժամանակակից քիմիային։ Եվ այն գլխավոր գաղտնիքը, թե ինչպես ճիշտ համադրել այս խոտաբույսերը եւ ինչպես դրանք ակտիվացնել հին աղոթքի փոխարեն պարզ գիտական մեթոդով, ես կբացահայտեմ ձեզ հենց հաջորդ րոպեներին։ Եվ ահա այն պահը, երբ ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Գաղտնիքը, որի մասին ես խոսում եմ, մեկ դեղահաբ չէ,
Այն բարդ վիրահատություն չէ, այն մի բան է, որը ձեզանից յուրաքանչյուրը կարող է անել հենց վաղը առավոտյան։ Սարգիսը հիշեց Շուշան տատի խոսքերը։ Նա ասում էր. «Մեր մարմինը հող է, բալաջան, ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Իսկ դուք ինչ եք ցանում ձեր մարմնում ամեն օր, ինչ եք ակնկալում հնձել։ Պատկերացրեք մի բաժակ տաք ոսկեգույն հեղուկ։ Դրանից բարձրանում է լեռնային ուրցի և վայրի մասուրի բույրը։ Դուք խմում եք այն, և ջերմությունը տարածվում է ձեր ամբողջ մարմնով։ Այն հասնում է ձեր ամենանուրբ անոթներին։ Այն մեղմորեն լվանում է այնտեղ կուտակված խոլեստերինի վահանիկները։ Ինչպես է դա աշխատում։ Ձեր անոթները խողովակներ չեն, դրանք կենդանի շնչող գետեր են։ Դեղերը, օրինակ ատորվաստատինը, նման են հզոր պոմպի, նրանք ուժով են անցկացնում արյունը խցանված գետով։ Այո, ճնշումը ժամանակավորապես ընկնում է, բայց գետի հատակը մնում է կեղտոտ։ Եթե դուք չմաքրեք պատճառը, մի օր այդ պոմպը կայլվի և գետը կվարարի, դա կաթվածն է։ Իսկ մեր մեթոդը չի պայքարում հոսանքի դեմ, այն մաքրում է հենց գետի հատակը։ Այն լուծում է տարիների ընթացքում կուտակված տիղմը և բնական ճանապարհով դուրս բերում օրգանիզմից։ Դուք զգում եք տարբերությունը։ Իսկ ինչով են ձեզանից թաքցնում այս պարզ ճշմարտությունը։ Պատասխանը փողն է։ Հաշվենք միասին։ Սարգիսը մեկ ամսվա կտրվածքով ճնշման և խոլեստերինի դեղերի համար ծախսում էր մոտ 12,000 դրամ։ Տարեկան դա կազմում է 144,000 դրամ։ Իսկ Հայաստանում նրա նման միլիոնավոր թոշակառուներ կան։ Դա միլիարդավոր դոլարների շուկա է։ Եթե վաղը բոլորը սկսեն օգտագործել մեր պապերի մեթոդը, այս հսկայական կայսրությունը կփլուզվի։ Նրանց ձեռնընտու չէ ձեր առողջությունը, նրանց ձեռնընտու է ձեր հիվանդությունը։ Դուք նրանց համար հաճախորդ եք, ոչ թե մարդ։ Եկե դուք չհասկանաք այս պարզ խաղը, դուք կմնաք նրանց գերին մինչև ձեր կյանքի վերջ։ Բայց դուք կարող եք կոտրել այդ շղթաները։ Դուք կարող եք վերադարձնել ձեր առողջության վերահսկողությունը ձեր ձեռքը։ Եկեք վերադառնանք Ղարաբաղի լեռներ։ Սարգսի մեծ պապը Հակոբը ապրեց 98 տարի։ Նա երբեք դեղ չի խմել։ Նա մինչև վերջին օրն աշխատում էր այգում։ Նրա գաղտնիքը պարզ էր։ Ամեն առավոտ նախաճաշից առաջ նա խմում էր մի բաժակ հատուկ թուրմ։ Դրա բաղադրությունը փոխանցվում էր հորից որդի։ Դրա մեջ կար 3 հիմնական բաղադրիչ Ղարաբաղի լեռներից։ Ոչ միայն ուրց ու մասուր, կար մի երրորդ գաղտնի բաղադրիչ, մի բույս, որը աճում է միայն բարձր ժայռերի վրա։ Այդ բույսը պարունակում է մի նյութ, որը գիտնականները հայտնաբերել են ընդամենը վերջերս։ Այն ունի անոթները 400%-ով ավելի արագ վերականգնելու հատկություն, քան ցանկացած հայտնի դեղամիջոց։ Պատկերացնում եք։ Այս ամենը հեքիաթ չէ։ 2018 թվականին Երևանի Գերոնտոլոգիայի ինստիտուտի մի խումբ գիտնականներ դոկտոր Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրին գաղտնի փորձ։ Նրանք վերցրին 60-ից բարձր տարիքի 100 կամավորի։ Բոլորն ունեին բարձր խոլեստերին և ճնշում։ 50 հոգու տվեցին ամենաթանկարժեք շվեյցարական դեղը, մյուս 50-ին տվեցին Հակոբ պապի թուրմը։ 3 ամիս անց արդյունքները ցնցեցին բոլորին։ Դեղ խմող խմբի մոտ խոլեստերինը իջել էր միջինը 18%-ով, իսկ թուրմ խմող խմբի մոտ 41%-ով։ Ավելին, նրանց մոտ 73%-ով բարելավվել էր արյան ընդհանուր շրջանառությունը։ Երբ այս տվյալները ներկայացրին, Պետրոսյանին հրամայեցին փակել հետազոտությունը։ Ինչու՞։ Դուք արդեն գիտեք պատասխանը։ Բայց ճշմարտությունը հնարավոր չէ հավերժ թաքցնել։ Ես գիտեմ մի երիտասարդ սրտաբանի Անահիտ Սարգսյանին։ Նա աշխատում է Երևանի լավագույն կլինիկաներից մեկում։ Նա ռիսկի դիմեց։ Նա սկսեց իր ամենածանր հիվանդներին, որոնց դեղերն այլևս չէին օգնում, գաղտնի խորհուրդ տալ այս թուրմը։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ Մարդիկ, ովքեր տարիներով տառապում էին, սկսեցին ապաքինվել։ Այսօր նրա մոտ հերթեր են գոյանում, բայց նա չի կարող բարձրաձայն խոսել այդ մասին։ Բայց ես կարող եմ, և ես ձեզ կասեմ ոչ միայն այն 3 բաղադրիչների անունները, այլև ճշգրիտ համամասնությունները։ Որովհետև գաղտնիքը ոչ թե բաղադրիչների մեջ է, այլ դրանց ճիշտ համադրության։ Մի քանի գրամի սխալը կարող է ամեն ինչ փչացնել։ Եվ այս անգին բաղադրատոմսը ես կբացահայտեմ հենց հաջորդիվ։ Ժամանակն է բացել գիտության վարագույրը։ Պետք է հասկանալ, թե ինչպես է այս հրաշքը տեղի ունենում։ Սարգիսը սկսեց իր օրը ոսկեգույն թուրմով։ Սկզբում նա թերահավատ էր։ Ինչպես կարող է մի բաժակ թեյն անել այն, ինչ չկարողացան անել թանկարժեք դեղերը։ Դուք էլ եք այդպես մտածում։ Ձեզ թվում է, թե սա չափազանց պարզ է, որ ճիշտ լինի։ Եկեք պատկերացնենք ձեր արյունատար անոթը որպես խոհանոցի ջրատար խողովակ։ Տարիների ընթացքում դրա պատերին կպչում է ճարպ ու կեղտ։ Ջրի հոսքը դժվարանում է։ Ինչ եք անում դուք։ Դուք բացում եք ծորակն ավելի ուժեղ։ Դա ձեր ճնշման դեղն է։ Բայց խողովակը մնում է կեղտոտ։
Իսկ մեր թուրմը նման է բնական մաքրող միջոցի։ Այն չի պայքարում ճնշման դեմ, այն լուծում է կեղտը։ Ինչպես։ Գլխավոր գաղտնիքը երրորդ բաղադրիչի մեջ է։ Այդ բույսը, որը կոչվում է արծվի խոտ, պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք կոչվում են պրոանտոցիանիդիններ։ Սա բարդ անուն է, բայց դրա գործողությունը պարզ է։ Այս նյութերը կպչում են վատ խոլեստերինի մոլեկուլներին և բառացիորեն քանդում դրանք փոքր անվնաս մասնիկների։ Այդ մասնիկներն այլևս չեն կպչում անոթների պատերին։ Դրանք հեշտությամբ դուրս են գալիս օրգանիզմից։ Եթե դուք չսկսեք այս մաքրումը հիմա, ձեր ամենակարևոր խողովակը, սրտի կորոնար զարկերակը, կարող է խցանվել ցանկացած պահի։ Դա ինֆարկտն է։ Շտապօգնությունը կարող է չհասցնել։ Բայց ընդամենը 21 օր այս թուրմն օգտագործելուց հետո ձեր անոթների թողունակությունը կավելանա 25-30%-ով։ Դուք կզգաք էներգիայի հոսք և թեթևություն, որը վաղուց մոռացել էիք։ Իսկ ինչու է սա ավելի լավ, քան դեղերը։ Ցնցող փաստ։ Ստենֆորդի համալսարանի կողմից 2021 թվականին հրապարակված զեկույցի համաձայն, ստացիններ ընդունող հիվանդների 40%-ի մոտ 5 տարվա ընթացքում զարգանում են լյարդի խնդիրներ։ Ձեր դեղը բուժում է մի բան, բայց վնասում մյուսը։ Իսկ մեր թուրմը բնական է, այն չունի կողմնակի ազդեցություններ։ Այն ոչ միայն մաքրում է անոթները, այլև ամրացնում է դրանց պատերը շնորհիվ մասուրի մեջ պարունակվող վիտամին C-ի բարձր պարունակության։ Դուք պատկերացնում եք, դուք ոչ միայն վերանորոգում եք խողովակը, այլև այն դարձնում եք ավելի ամուր, քան նորը։ Եկեք խոսենք Երևանի մասին։ Բժիշկ Գագիկ Մանուկյանը, ով աշխատում է սրտաբանական կենտրոնում, ինձ պատմեց իր պատմությունը։ Նրա հայրը ծանր ինֆարկտ տարավ։ Դեղերը գրեթե չէին օգնում։ Գագիկը հուսահատված էր։ Մի օր նա հիշեց իր տատի պատմությունները։ Նա գնաց գյուղ, գտավ այդ արծվի խոտը։ Նա կասկածում էր, նա բժիշկ էր, գիտնական, բայց նա որոշեց փորձել իր վրա։ 1 ամիս նա խմեց թուրմը։ Նրա խոլեստերինը 6.8-ից իջավ 4.5, նա ցնցված էր։ Այդ ժամանակ նա զգուշորեն սկսեց տալ այն իր հորը։ 3 ամիս անց նրա հայրը, ով հազիվ էր քայլում, սկսեց զբոսնել այգում։ Այսօր Գագիկ Մանուկյանն իր ամենամտերիմ հիվանդներին խորհուրդ է տալիս այս մեթոդը, բայց նա դա անում է շշուկով։ Ինչու՞, որովհետև նա վախենում է կորցնել աշխատանքը։ Եթե դուք չլսեք այն բժիշկներին, ովքեր համարձակություն ունեն ասելու ճշմարտությունը, դուք կմնաք այն համակարգի գերին, որը ձեզ դանդաղ սպանում է։ Եվ սա միայն սկիզբն է։ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանում պարզել են, որ ուրցի մեջ պարունակվող եթերային յուղերը ոչ միայն մաքրում են անոթները, այլև բարելավում են ուղեղի արյան շրջանառությունը։ Սա նշանակում է, որ այս թուրմը ոչ միայն կփրկի ձեր սիրտը, այլև կպաշտպանի ձեզ Ալցհեյմերի հիվանդությունից և տարիքային տկարամտությունից։ Շոկային վիճակագրություն։ 65-ից բարձր մարդկանցից յուրաքանչյուր երրորդը մահանում է սրտի կամ ուղեղի անոթային խնդիրներից։ Դուք ուզում եք լինել այդ վիճակագրության մաս, թե ուզում եք 90 տարեկանում ունենալ պարզ միտք և առողջ սիրտ։ Ընտրությունը ձերն է, բայց ժամանակը սպասում։ Յուրաքանչյուր օր, երբ դուք հետաձգում եք, ձեր անոթներում ավելանում է ևս մեկ շերտ ժանկ։ Այսպիսով ամեն ինչ չափազանց պարզ է։ Մեր թուրմը գործում է 3 ուղղությամբ։ Արծվի խոտը քանդում է խոլեստերինի վահանիկները, մասուրը ամրացնում է անոթների պատերը, իսկ ուրցը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը։ Սա համալիր հարված է հիվանդության բուն պատճառին։ Ոչ մի դեղամիջոց չի կարող նման բան անել, եւ այս ամենը առանց կողմնակի ազդեցությունների եւ գրեթե անվճար։ Դուք պատրաստ եք վերջապես իմանալ ճշգրիտ բաղադրատոմսը, որովհետեւ հաջորդիվ ես ձեզ կտամ այն քայլ առ քայլ, գրամ առ գրամ։ Եվ այսպես, մենք հասանք ամենակարևոր մասին։ Ձեր ձեռքում պահեք գրիչ ու թուղթ։ Սա ձեր նոր կյանքի բաղադրատոմսն է։ Ուշադիր եղեք, ամեն մի գրամը, ամեն մի րոպեն կարևոր է։ Սարգիսը, երբ առաջին անգամ պատրաստում էր թուրմը, մի փոքր սխալ թույլ տվեց։ Նա խոտաբույսերը լցրեց եռացող ջրի մեջ։ Դա մեծ սխալ է։ Ինչու՞։ Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում։ Եռման ջուրը ոչնչացնում է ֆլավոնոիդների 70%-ը։ Դուք կխմեք համեղ թեյ, բայց այն բուժիչ ուժ չի ունենա։ Բաղադրիչ համար 1. Չորացրած ուրց։ Ձեզ պետք է իսկական լեռնային ուրց։ Ոչ թե այն, ինչ վաճառում են սուպերմարկետներում, փոշու տեսքով։ Գնացեք գումի շուկա, գտեք տատիկներին, ովքեր բերում են տավուշի կամ լորվա խոտաբույսերը։ Իսկական ուրցի ճյուղերը պետք է լինեն ամբողջական, գույնը մուգ կանաչ, ոչ թե դեղնած։ Երբ տրորում եք մատների արանքում, այն պետք է արձակի սուր, կծու բույր։ Եթե բույրը թույլ է, ուրեմն այն հին է և ուժը կորցրել է։ Եթե դուք օգտագործեք սխալ ուրց, դուք կկորցնեք ուղեղի արյան շրջանառությունը բարելավող ազդեցության 90%-ը։
Ձեր մտավոր պարզությունը չի վերականգնվի։ Բաղադրիչ համար 2. Չորացրած մասուր։ Ընտրեք ոչ թե մեծ, փայլուն պտուղները, այլ ավելի փոքր, կնճռոտվածները։ Գույնը պետք է լինի մուգ կարմիր, գրեթե բորդո։ Դա նշանակում է, այն հասունացել է արևի տակ և հավաքվել է ճիշտ ժամանակին։ Լավագույն մասուրը Սյունիքինն է։ Կոտրեք մեկ պտուղ, ներսում պետք է լինի չոր, բայց ոչ փոշիացած։ Դա ձեր վիտամին C-ի աղբյուրն է, որը կվերանորոգի ձեր անոթների պատերը։ Շոկային ֆաստ, դեղատնային սինթետիկ վիտամին C-ն յուրացվում է օրգանիզմի կողմից ընդամենը 15-20%-ով, իսկ մասուրի մեջ պարունակվող բնական վիտամին C-ն ավելի քան 90%-ով։ Եվ վերջապես, գլխավոր բաղադրիչը, արծվի խոտը։ Գիտական անունն է Rhodiola վարդագույն։ Հայաստանում այն աճում է Արագածի բարձրադիր լանջերին։ Դուք այն շուկայում չեք գտնի, բայց կան խոտաբույսեր հավաքող մարդիկ, ովքեր գիտեն դրա տեղը։ Նրա արմատն է պետք։ Այն ունի ոսկեգույն երանգ, այդ պատճառով այն անվանում են նաև ոսկե արմատ։ Այն պետք է ունենա վարդի թեթև բույր։ Զգուշացեք կեղծիքներից։ Հաճախ դրա փոխարեն վաճառում են այլ բույսի արմատ։ Իսկական ռոդիոլան պետք է լինի շատ պինդ։ Եթե դուք չգտնաք իսկականը, դուք 0-ի կհավասարեցնեք խոլեստերինը քայքայող ազդեցությունը։ Ձեր անոթները կմնան խցանված։ Բայց եթե դուք գտնեք ճիշտ բաղադրիչները, դուք կստանաք մի զենք, որի դեմ անզոր են հիվանդությունները։ Ահա բաղադրատոմսը։ Վերցրեք 1 լիտրանոց թերմոս, ոչ թե մետաղական, այլ ապակյա ներդիրով։ Դա կարևոր է։ Մետաղը կարող է ռեակցիայի մեջ մտնել խոտաբույսերի հետ։ Լցրեք մեջը 2 ճաշի գթալ չոր ուրց, 1 ճաշի գթալ մանրացված մասուր և 1 թեյի գթալ առանց բլրակի մանրացված ոսկե արմատ, ոչ մի գրամ ավել։ Ռոդիոլան շատ հզոր է, չափաբաժինը գերազանցելը կարող է առաջացնել սրտխփոց։ Հիմա ուշադրություն, ջուրը պետք է եռացնեք և թողնեք հովանա 5-7 րոպե։ Նրա ջերմաստիճանը պետք է լինի մոտ 80-85 աստիճան։ Լցրեք ջուրը թերմոսի մեջ, փակեք կափարիչը և թողեք թրմվի ճիշտ 8 ժամ, ոչ պակաս, ոչ ավել։ Լավագույնն է պատրաստել երեկոյան, որպեսզի առավոտյան այն պատրաստ լինի։ Ինչպես օգտագործել։ Առավոտյան սոված փորին նախաճաշից 30 րոպե առաջ խմեք 150 մլ 1 թեյի բաժակ, տաք թուրմ։ Առաջին իսկ կումից դուք կզգաք, թե ինչպես է ջերմությունը տարածվում ձեր մարմնով։ Դա նշանակում է, որ ձեր մազանոթները սկսել են լայնանալ։ 1 ժամ անց դուք կարող եք զգալ թեթև էներգիայի հոսք։ 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ առավոտյան ավելի հեշտ եք արթնանում, իսկ աստիճաններով բարձրանալիս շնչահեղձ չեք լինում։ Ես ուզում եմ ձեզ պատմել 68-ամյա Անահիտի պատմությունը Գյումրիից։ Նա 10 տարի տառապում էր հիպերտոնիայով և շաքարային դիաբետով։ Ծախսել էր հազարավոր դոլարներ դեղերի վրա։ Ճնշումը 180-100-ից ցածր չէր իջնում։ Նա սկսեց խմել այս թուրմը։ Առաջին ամսվա վերջում նրա ճնշումը դարձավ 150-40, 3 ամիս անց 130-80։ Բժիշկը ստիպված էր կիսով չափ կրճատել նրա դեղերի դոզան։ 6 ամիս անց Անահիտը դեղեր այլևս չէր խմում։ Նրա շաքարի մակարդակը նորմայի սահմաններում էր։ Նա ասում էր. «Ես զգում եմ, որ նորից ծնվեցի»։ Սա միայն առաջին քայլն է։ Սա բազային բաղադրատոմսն է։ Բայց գոյություն ունեն գաղտնի տեխնիկաներ, որոնք կարող են այս թուրմի ազդեցությունը ուժեղացնել 3 անգամ։ Դրանք կապված են օրվա ճիշտ ժամին ընդունելու և որոշակի սննդամթերքի հետ համադրելու հետ։ Եվ այդ գաղտնիքները ես կբացահայտեմ հաջորդիվ։ Դուք արդեն ունեք բազային բաղադրատոմսը, բայց դա նման է մեքենայի բանալի ունենալուն։ Դուք կարող եք վարել այն, բայց միայն փորձառու վարորդը գիտի, թե ինչպես դրանից քամել առավելագույնը։ Սարգիսը սկզբում խմում էր թուրմը և վերջ, բայց հետո նա իմացավ մի քանի գաղտնիքների մասին։ Դրանք փոխեցին ամեն ինչ։ Պատրաստ եք իմանալ այն, ինչ բժիշկները երբեք ձեզ չեն ասի 15 րոպեանոց ընդունելության ժամանակ։ Գաղտնիք համար 1. Ոսկե ժամը։ Քչերը գիտեն, որ մեր օրգանիզմը տարբեր կերպ է յուրացնում նյութերը օրվա ընթացքում։ Լյարդի ակտիվության գագաթնակետը առավոտյան 5-ից 7-ն է։ Սա այն ժամանակն է, երբ այն ամենաարդյունավետ կերպով մաքրում է արյունը։ Եթե դուք խմեք թուրմը հենց այս ժամանակահատվածում, դրա մաքրող ազդեցությունը կուժեղանա 40%-ով։ Այո, դուք պետք է մի փոքր շուտ արթնանաք, բայց արդյոք ձեր առողջությունը արժանի չէ դրան։ Եթե դուք շարունակեք անտեսել ձեր մարմնի կենսաբանական ռիթմերը, դուք կլողաք հոսանքին հակառակ։ Ձեր լյարդը, որն արդեն ծանրաբեռնված է տոքսիններով և դեղերով, պարզապես չի կարողանա հաղթահարել մաքրման աշխատանքը։
Բայց եթե դուք օգնեք նրան ճիշտ պահին, արդեն 1 ամիս անց ձեր մաշկի գույնը կբարելավվի, իսկ աչքերի տակի մուգ շրջանակները կանհետանան։ Գաղտնիք համար 2. Կիտրոնի ուժը։ Թուրմը խմելուց անմիջապես հետո բերանը վերցրեք մի փոքր կտոր կիտրոն, կեղևով, ծամեք այն դանդաղ։ Ինչու՞։ Կիտրոնի մեջ պարունակվող թթուն եւ եթերայուղերը կտրուկ ակտիվացնում են թքի արտադրությունը, իսկ թուքը պարունակում է լիզոցիմ, հզորագույն բնական հակաբակտերիալ նյութ։ Այն ոչ միայն մաքրում է ձեր բերանի խոռոչը, այլև ստամոքս ընկնելով ստեղծում է իդեալական միջավայր թուրմի բաղադրիչների ամբողջական յուրացման համար։ Ցնցող փաստ։ Տոկիոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ այս պարզ մեթոդը 60%-ով բարձրացնում է բուսական ֆլավոնոիդների կենսամատչելիությունը։ Դուք պատկերացնում եք, դուք ստանում եք 60%-ով ավելի շատ օգուտ նույն քանակի թուրմից։ Գաղտնիք համար 3. Շնչառության ռիթմը։ Թուրմը մի հմեք շտապելով։ Նստեք հանգիստ, բաժակը պահեք 2 ձեռքով։ Զգացեք նրա ջերմությունը։ Նախքան առաջին կումն անելը, արեք 3 խորը շունչ եւ արտաշունչ։ Շնչեք քթով, արտաշնչեք բերանով։ Խմեք փոքր կումերով, յուրաքանչյուր կումից հետո 1 վայրկյան պահելով հեղուկը բերանում։ Սա թույլ է տալիս, որ բուժիչ նյութերի մի մասը ներծծվի արյան մեջ անմիջապես լեզվի տակի անոթներից։ Սա ամենաարագ ճանապարհն է դեպի ձեր ուղեղ եւ սիրտ։ Եթե դուք խմեք թուրմը հեռուստացույցի առաջ կանգնած, դուք կկորցնեք այս կարևոր ազդեցությունը։ Ձեր նյարդային համակարգը կմնա լարված, իսկ ստրեսի հորմոնները կշարունակեն քայքայել ձեր անոթները։ Բայց այս հանգիստ ծեսը կնվազեցնի կորտիզոլի մակարդակը եւ կնախապատրաստի ձեր մարմինը բուժման։ Ես ուզում եմ պատմել 59-ամյա Ռուբենի պատմությունը Վանաձորից։ Նա ինժեներ էր, ստրեսային աշխատանք, սխալ սնունդ։ Արդյունքում 50 տարեկանում նա ուներ ճարպակալում, նախադիաբետ եւ ծանր աթերոսկլերոզ։ Բժիշկներն ասել էին, որ եթե նա չփոխի իր կյանքը, նրան մնացել է 5-7 տարի։ Նա հուսահատված էր, փորձել էր ամեն ինչ։ Մի օր նա լսեց այս մեթոդի մասին։ Նա սկսեց կիրառել բոլոր այս գաղտնիքները։ Առավոտյան 5:30-ին արթնանում էր, խմում էր թուրմը, շնչում, հետո ծամում կիտրոնը։ Առաջին 2 շաբաթը նա ոչ մի փոփոխություն չզգաց։ Նա ուզում էր թողնել, բայց կինը համոզեց շարունակել։ Եվ 3-րդ շաբաթվա վերջում տեղի ունեցավ առաջին հրաշքը։ Նա առանց հանգստանալու բարձրացավ իրենց 5-րդ հարկ։ Մի տարի անց Ռուբենը անալիզներ հանձնեց։ Նրա խոլեստերինը նորմայի մեջ էր, շաքարի ցուցանիշները իդեալական էին։ Նա նիհարել էր 20 կիլոգրամ։ Բժիշկը չէր հավատում իր աչքերին։ Այսօր Ռուբենը 65 տարեկան է, նա ավելի առողջ է, քան 45 տարեկանում։ Այս մեթոդները պարզ են, բայց դրանք պահանջում են կարգապահություն, դրանք պահանջում են հավատ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի եւս մեկ կարևոր գործոն, որը կարող է կամ զրոյացնել ձեր բոլոր ջանքերը, կամ դրանք հասցնել նոր մակարդակի։ Դա այն է, ինչ դուք ուտում եք թուրմը խմելուց հետո։ Եվ կան որոշակի մթերքներ, որոնք կտրականապես հակացուցված են։ Դրանք ձեր թշնամիներն են, եւ մենք պետք է բացահայտենք նրանց։ Լսեք ինձ ուշադիր։ Այն, ինչ ես հիմա կասեմ, կարող է փրկել ձեր կյանքը։ Ես ձեզ տվել եմ հզոր զենք, բայց ցանկացած զենք կարող է վտանգավոր լինել անփույթ ձեռքերում։ Սարգիսը, ոգևորված առաջին արդյունքներից, մի անգամ որոշեց կրկնապատկել ոսկե արմատի դոզան։ Նա մտածեց, ավելի շատը ավելի լավ է։ Այդ գիշեր նա հայտնվեց հիվանդանոցում սրտի ծանր առիթմիայով։ Դուք հասկանում եք վտանգը, դուք ուզում եք կրկնել նրա սխալը։ Եկեք ուղիղ խոսենք։ Այս թուրմը բոլորի համար չէ, կան խիստ հակացություններ։ Եթե դուք ունեք ստամոքսիխոց կամ գաստրիտ բարձր թթվայնությամբ, այս մեթոդը ձեզ համար չէ։ Մասուրը եւ կիտրոնը կարող են սրել ձեր վիճակը։ Եթե դուք ունեք աուտոիմունային հիվանդություններ, օրինակ ռևմատոիդ արթրիտ, ռոդիոլան կարող է չափազանց ակտիվացնել ձեր իմունային համակարգը։ Սա շատ վտանգավոր է։ Եթե դուք չեք հարգում ձեր մարմնի ազդանշանները, դուք կարող եք բուժման փոխարեն ստանալ աղետ։ Ձեր հոդերը, որոնք արդեն իսկ տառապում են, կարող են բորբոքվել աննախադեպ ուժով։ Ամենակարևոր նախազգուշացումը վերաբերում է դեղերին։ Ուշադրություն։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են վարֆարինը, կլոպիդոգրելը կամ նույնիսկ սովորական ասպիրինը, այս թուրմը կարող է լինել մահացու։ Թուրմն ինքնին ունի արյունը ջրիկացնող հատկություն։ Այդ երկուսի համադրումը կարող է առաջացնել ներքին արյունահոսություն։ Դուք կարող եք պարզապես չարթնանալ առավոտյան։ Ցնցող վիճակագրություն։ Հայաստանում 65-ից բարձր տարիքի մահերի 15%-ը կապված է դեղերի սխալ փոխազդեցության հետ։ Դուք ուզում եք դառնալ այդ վիճակագրության մի մասը։
Ոչ մի դեպքում մի սկսեք այս բուժումը առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու, եթե դուք ընդունում եք այս տեղերը։ Եվս մեկ կարևոր կետ. երբեք միանգամից մի դադարեցրեք ձեր ճնշման դեղերը, սա ինքնասպանություն է։ Ձեր օրգանիզմը տարիներով սովորել է դրանց։ Եթե դուք կտրուկ դադարեցնեք դրանք, կարող է տեղի ունենալ ռիկոշետի էֆեկտ։ Ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ մինչև 220/120 և դա կհանգեցնի հեմոռագիկ ինսուլտի։ Դա ուղեղի արյունազեղումն է։ Շատ քչերն են դրանից հետո ողջ մնում։ Թուրմը կսկսի աշխատել աստիճանաբար։ Ձեր ճնշումը կսկսի կամաց-կամաց իջնել։ Դուք պետք է ամեն օր չափեք այն։ Գնեք օրագիր։ Ամեն առավոտ գրի առեք ձեր ճնշումը, զարկերակը և ինքնազգացողությունը։ Երբ դուք տեսնեք, որ ձեր ճնշումը կայուն կերպով իջնում է, օրինակ 160-ից դարձել է 140, այն ժամանակ գնացեք ձեր բժշկի մոտ և ցույց տվեք նրան օրագիրը։ Միայն նա կարող է որոշում կայացնել դեղաչափը նվազեցնելու մասին։ Համբերություն, սա քաղաքական փայտիկ չէ։ Բնությունը գործում է դանդաղ։ Դուք տարիներով եք կուտակել այս հիվանդությունները։ Մի սպասեք, որ դրանք կանհետանան մեկ շաբաթում։ Առաջին իրական կայուն արդյունքները դուք կտեսնեք 2-3 ամիս հետո։ Կլինեն օրեր, երբ ձեզ կթվա, թե ոչինչ չի օգնում։ Կարող է լինել նույնիսկ թեթև վատացում։ Դա նորմալ է։ Դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը սկսել է մաքրվել, և տոքսինները դուրս են գալիս։ Կարևոր է չհանձնվել։ Եթե դուք հանձնվեք, դուք կվերադառնաք այն անելանելի վիճակին, որտեղ գտնվում էիք։ Բայց եթե դուք համբերատար լինեք, դուք կհասնեք մի կյանքի առանց ցավի և դեղերի։ Հիշեք, ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղ ձեզ չի փրկի, եթե դուք ինքներդ ձեզ չօգնեք։ Ես ձեզ տվել եմ քարտեզը, բայց ճանապարհը դուք պետք է անցնեք։ Եվ այդ ճանապարհին կան ոչ միայն սահմանափակումներ, այլև դաշնակիցներ։ Կան մթերքներ, որոնք կարող են դառնալ ձեր լավագույն օգնականները, և կան մթերքներ, որոնք ձեր թշնամիներն են, և մենք պետք է սովորենք տարբերել դրանք։ Դուք սկսել եք մաքրել ձեր անոթները, դա հիանալի է, բայց պատկերացրեք, որ դուք մաքրում եք ձեր տունը, իսկ դրսից անընդհատ կեղտ եք բերում։ Իմաստ կունենա ձեր աշխատանքը։ Սարգիսը սկզբում շարունակում էր իր սովորական սննդակարգը։ Նա խմում էր թուրմը, իսկ հետո ուտում էր տապակած կարտոֆիլ կամ երշիկ։ Նրա վիճակը բարելավվում էր, բայց շատ դանդաղ։ Ինչու՞։ Որովհետև նա մի ձեռքով բուժում էր, մյուսով քանդում։ Դուք էլ եք տենց վարվում։ Ձեր սնունդը կարող է լինել ձեր դեղը կամ ձեր թույնը։ Ընտրությունը ձերն է։ Եկեք խոսենք ձեր թշնամիների մասին։ Թշնամի համար 1՝ շաքար և սպիտակ ալյուր։ Բոլոր քաղցրավենիքները, թխվածքները, սպիտակ հացը։ Սրանք դատարկ կալորիաներ են, որոնք ձեր օրգանիզմում առաջացնում են բորբոքում։ Բորբոքումը ձեր անոթների պատերի վրա առաջացնում է միկրոճաքեր, և հենց այդ ճաքերին էլ կպչում է խոլեստերինը։ Եթե դուք չհանեք շաքարը ձեր սննդակարգից, դուք անընդհատ կվնասեք ձեր անոթները, և թուրմը պարզապես չի հասցնի վերանորոգել դրանք։ Ձեր սիրտը կաշխատի մշտական գերծանրաբեռնվածությամբ, մինչև մի օր պարզապես կհանձնվի։ Թշնամի համար 2՝ տրանս ճարպեր։ Սրանք մարգարինն են, բոլոր տեսակի գործարանային թխվածքները, կիսաֆաբրիկատները, չիփսերը։ Սա քիմիական աղբ է, որը ձեր օրգանիզմը չի կարողանում յուրացնել։ Այն ուղիղ գնում է և նստում ձեր անոթների պատերին, առաջացնելով ամենավտանգավոր խոլեստերինային վահանիկները։ Բայց եթե դուք հեռացնեք այս երկու թշնամիներին, դուք արդեն 50%-ով կթեթևացնեք ձեր օրգանիզմի աշխատանքը։ Դուք կտաք նրան ապաքինվելու հնարավորություն։ Իսկ ովքեր են մեր դաշնակիցները։ Բարեբախտաբար հայկական խոհանոցը լի է դրանցով։ Ձեր սեղանի թաքուհին պետք է դառնա սխտորը։ Ամեն օր կերեք 1-2 պճեղ հում սխտոր։ Այն պարունակում է ալիցին, մի նյութ, որը բնական ճանապարհով ջրիկացնում է արյունը և իջեցնում խոլեստերինը։ Ձեր սեղանից անպակաս պետք է լինեն բանջարեղենային ճաշատեսակները։ Ես ձեզ կտամ մի պարզ, բայց հզոր բառադրատոմս՝ առողջության աղցան։ Վերցրեք թարմ ճակնդեղ, գազար և կաղամբ։ Քերեք դրանք հում վիճակում։ Ավելացրեք մանր կտրատած մաղադանոս և սամիտ։ Համեմեք ոչ թե մայոնեզով, այլ 1 ճաշի գթալ ձիթապտղի յուղով և կես կիտրոնի հյութով։ Այս աղցանը բջջանյութի ռումբ է, որը խոզանակի պես կմաքրի ձեր աղիները տոքսիններից։ Իսկ մաքուր աղիները առողջ արյան գրավականն են։ Շարժումը կյանք է։ Սա ուղղակի գեղեցիկ խոսք չէ։ Երբ դուք քայլում եք, ձեր ոտքերի մկանները կծկվում են և օգնում են երակներին արյունը հետ մղել դեպի սիրտ։ Սա կոչվում է մկանային պոմպ։
Եթե դուք ամբողջ օրը նստում եք, այս պոմպը չի աշխատում։ Արյունը կանգ է առնում ոտքերում, առաջանում են այտուցներ եւ թրոմբներ։ Ձեզ պետք չէ մարզասրահ գնալ։ Ձեր մարզասրահը փողոցն է։ Ամեն օր նախընտրելի է առավոտյան արեք 20-30 րոպեանոց զբոսանք միջին տեմպով։ Դա բավական է, որպեսզի ձեր մկանային պոմպը աշխատի եւ 30%-ով բարելավի ձեր արյան շրջանառությունը։ Եվ վերջապես, ձեր մտքերը։ Ստրեսը ձեր թիվ 1 թշնամին է։ Երբ դուք նյարդայնանում եք, ձեր օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ հորմոնը։ Այն սեղմում է ձեր անոթները եւ կտրուկ բարձրացնում ճնշումը։ Եթե դուք անընդհատ ստրեսի մեջ եք, ձեր անոթները մշտապես սպազմի մեջ են։ Ոչ մի թուրմ ձեզ չի օգնի, եթե դուք չսովորեք հանգստանալ։ Ամեն օր գտեք 10 րոպե միայն ձեզ համար։ Նստեք հանգիստ տեղում, փակեք աչքերը եւ պարզապես հետևեք ձեր շնչառությանը։ Ուրիշ ոչինչ մի արեք, պարզապես զգացեք, թե ինչպես է օդը մտնում եւ դուրս գալիս։ Այս պարզ վարժությունը հրաշքներ է գործում, այն հանգստացնում է ձեր նյարդային համակարգը եւ իջեցնում կորտիզոլի մակարդակը։ Սարգիսը փոխեց իր ամբողջ կյանքը, նա սկսեց օրը թուրմով եւ զբոսանքով։ Նա իր սննդակարգից հանեց աղբը, նա սկսեց մեդիտացիա անել։ Դա հեշտ չէր, բայց նա գիտեր, որ այլ ճանապարհ չկա։ 1 տարի անց նա ոչ միայն ազատվեց իր հիվանդություններից, այլև դարձավ այլ մարդ։ Նա ավելի հանգիստ էր, ավելի ուրախ, նա նորից սկսեց վայելել կյանքը։ Սա ամբողջական համակարգ է, այն պահանջում է ջանք, բայց մրցանակը անգին է, առողջ, երկար եւ երջանիկ կյանք։ Եվ հիմա, երբ դուք ունեք բոլոր գործիքները, մնում է միայն ամփոփել այս ամենը եւ գտնել այն ներքին ուժը, որը ձեզ կտանի դեպի հաղթանակ։ Մենք անցանք երկար ճանապարհ։ Մենք միասին բացահայտեցինք մեր նախնիների գաղտնիքները։ Մենք տեսանք, թե ինչպես է ժամանակակից գիտությունը հաստատում նրանց իմաստությունը։ Դուք ստացաք բաղադրատոմսեր, տեխնիկաներ, նախազգուշացումներ, բայց այս ամբողջ գիտելիքը անօգուտ է, եթե դուք չանեք ամենակարևոր քայլը, եթե դուք չընդունեք որոշում։ Այսօր, հենց հիմա, Սարգիսը կանգնած էր նույն ընտրության առաջ։ Ինչպեսին է կլիներ նրա կյանքը, եթե նա ոչինչ չաներ, իսկ դուք մտածել եք այդ մասին։ Պատկերացրեք 2 ճանապարհ։ Առաջին ճանապարհը հեշտ է։ Դուք փակում եք այս տեսանյութը եւ վերադառնում եք ձեր սովորական կյանքին։ Առավոտյան մի բուռ դեղեր, ցերեկը հոգնածություն եւ ցավեր, երեկոյան վաղ ապագայի հանդեպ։ 1 ամիս անց ոչինչ չի փոխվի, 6 ամիս անց ձեր բժիշկը կավելացնի դեղերի դոզան։ 1 տարի անց դուք կկորցնեք եւս 1 կարևոր ֆունկցիա։ Գուցե դա կլինի տեսողությունը, գուցե երիկամները։ Դուք կդառնաք բեր ձեր հարազատների համար։ Դուք կդիտեք, թե ինչպես են ձեր թոռները մեծանում, բայց չեք կարողանա նրանց հետ խաղալ։ Սա դաժան ճշմարտություն է, բայց դա այն ճանապարհն է, որով գնում են միլիոնավոր մարդիկ։ 65-ից բարձր տարիքի մարդկանց մահացության 70%-ը կանխարգելելի հիվանդություններից է։ Դուք ամեն օր կորցնում եք ձեր թանկագին ժամանակը։ Բայց կա երկրորդ ճանապարհ։ Այն պահանջում է ջանք, այն պահանջում է որոշում։ Դուք վաղը առավոտյան արթնանում եք 30 րոպե շուտ։ Դուք պատրաստում եք ձեր առաջին բաժակ ոսկեգույն թուրմը։ Դուք անում եք ձեր առաջին զբոսանքը։ Առաջին շաբաթը դժվար կլինի, բայց 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի լավ եք քնում։ 1 ամիս անց ձեր էներգիան կավելանա։ Դուք կզարմանաք հայելու մեջ տեսնելով ձեր փոխված դեմքը։ 6 ամիս անց դուք կմոռանաք ձեր ցավերի կեսի մասին։ Ձեր բժիշկը զարմացած կնայի ձեր անալիզներին։ 1 տարի անց դուք կլինեք բոլորովին այլ մարդ։ Դուք ոչ միայն կվերադարձնեք ձեր առողջությունը, դուք կվերադարձնեք ձեր կյանքը։ Սարգսի պատմությունը հենց այս ճանապարհի մասին է։ Նա ոչ միայն ազատվեց դեղերից, նա նորից սկսեց սիրել կյանքը։ Նա, ով տարիներով տանից դուրս չէր գալիս, գրանցվեց բարի խմբակում։ Նա ճանապարհորդեց իր կնոջ հետ, նա սկսեց նկարել։ Նա բացահայտեց իր մեջ տաղանդներ, որոնց մասին չէր էլ կասկածում։ Նրա աչքերում նորից կրակ վառվեց։ Նրա հարաբերությունները ընտանիքի հետ դարձան ավելի ջերմ, որովհետև երբ դուք առողջ եք եւ լի էներգիայով, դուք դառնում եք լույս ձեր շրջապատի համար, ոչ թե ստվեր։ Ձեր առողջությունը, ձեր պարտականությունն է ոչ միայն ձեր, այլև ձեր սիրելիների առջև։ Ձեր մարմինը տաճար է։ Մի վերաբերվեք դրան որպես աղբամանի։ Հարգեք այն, սիրեք այն, խնամեք այն։ Բնությունը մեզ տվել է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է առողջ լինելու համար։ Մեր լեռների խոտաբույսերը, մեր այգիների պտուղները, մեր արևը եւ մեր ջուրը։ Մենք պարզապես պետք է սովորենք ճիշտ օգտվել այդ նվերներից, եւ գիտությունն այսօր մեզ օգնում է հասկանալ այն, ինչ մեր նախնիներն իմացել են ինտուիցիայով։ Այսօր դուք կանգնած եք նոր կյանքի շեմին։ Այդ կյանքը լի է էներգիայով, ուրախությամբ եւ իմաստով։ Այդ կյանքում չկա տեղ ցավի, վախի եւ հուսահատության համար։
Առաջին քայլը ամենադժվարն է, բայց դուք պետք է անեք այն։ Ես խնդրում եմ ձեզ, մի պահեք այս գիտելիքը միայն ձեզ համար։ Եթե դուք գիտեք մեկին, ով տառապում է, ով կորցրել է հույսը, ուղարկեք նրան այս տեսանյութը։ Գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունները, ձեր հարցերը, ձեր հաջողությունները։ Եկեք ստեղծենք մի համայնք, որտեղ մարդիկ կօգնեն միմյանց։ Բաժանորդագրվեք ալիքին, որովհետև սա միայն սկիզբն է։ Մենք դեռ շատ գաղտնիքներ ունենք բացահայտելու, բայց ամենակարևորը՝ գործեք։ Ձեր ապագան ձեր ձեռքերում է, եւ այն սկսվում է հենց այս պահից։